Սիրելի քույրեր և եղբայրներ, ուզում եմ Աստծո փառքի համար վկայել մի տեսիլքի մասին, որով Տերը ինձ արթնություն բերեց, արթնացրեց։ 2025 թվականի մայիսի 15-ին գիշեր էր 11:30 և մի քույր զանգեց, ուշ էր շատ ժամը, սակայն միշտ պատրաստ եմ օգնելու որևէ մեկին և զգացի, որ շատ կարևոր է, այլապես այդ ժամին չէին զանգի, անմիջապես պատասխանեցի և պարզվեց, որ հասուն հավատացյալ է քույրս, փառք Տիրոջը, սակայն ինչ-որ մի տեսանյութ էր նայել և վախ էր մտել մեջը և չէր կարողանում քնել։ Մենք խոսում էինք, ծառայում էինք, ես շատ հոգնած էի, բայց անդադ ներսից լսում էի աղոթեք, ու քույրը դեռ խոսում էր, ես էլ շատ հոգնած էի, մարմինս շատ տկար էր, կարծես համ ուզում էի աղոթել, համ էլ մտածում էի, որ ուժ չունեմ աղոթելու, բառը խոսելու և պատերազմ էր մեջս, քույրը դեռ խոսում էր և մեջս լսում էի աղոթեք, մի պահ հորանջեցի և այդ հորանջելու պահին աչքերս փակվեց, տեսա տեսիլք, բռունցքիցս մի քիչ մեծ, սև օձի գլուխ, լեզուն հանած, նայում էր պատրաստ խայթելու և այնպիսի մի վայրկենական արթնություն մտավ մեջս, հոգու զորությամբ, հոգու լիությամբ շատ զորավոր աղոթք արեցինք և շնորհակալ եմ Աստծուն, շատ շնորհակալ եմ, փառք եմ տալիս Տիրոջը, որ Տերը զգուշացնում է, որ արթուն լինենք, աղոթքի մեջ արթուն լինենք, սիրելիներ, փառք Տիրոջը, որ ամեն վայրկյան բարեխոսության մեջ լինենք և հոգևոր արթնություն, հոգու արթնություն ունենանք, այլապես գրված է, որ մեր թշնամին մռնչացող առյուծի պես ման է գալիս, թե ում կործանի և այսօր մի քանի վկայություններ եմ ուզում անել Աստծո փառքի համար, ինչպես է Տերը բացել հոգուս աչքերը։ Տղաս փոխել էր իր վերաբերմունքը, փոխել էր իր խոսելաձևը, ինքը անցնում էր խնդիրներով և այդ ժամանակ չէր խոսում և մենք զգում էինք իր փոփոխությունը, փորձում էի հետը խոսել, մի անգամ նույնիսկ նա բարձր ձայնով ինձ ասեց դուրս արի սենյակիցս, ես ուզում էի պատասխանել, սակայն հնազանդվեցի Սուրբ Հոգու ներսից, լսեցի Սուրբ Հոգին ասեց լռիր, ես լռեցի ու մտա սենյակս, մի բան խնդրեցի Տիրոջը, Տեր բացի զավակիս հոգու աչքերը, անցնում է 3 օր և զավակս բերում է մի նկար, որը իր լապթոփով էր արել և պատահաբար էր ձեռքը կպել գիշերով դրսում, երևում էր, որ տղաս է, բայց ոչ մի դիմագծերը պարզ չէին, մթության մեջ էր, սակայն աջ կողմում երևում էր մի պատկեր, որը որ կարծես այծի գանգ լիներ և երբ զում էինք անում, խոշորացնում էինք պատկերը, կարծես աչքերի մեջ այդ գանգի կրակներ բոցավառվեին ու տղաս հարցնում է, ասում է մամ, ինչ է էս նկարը, կասես ինչ նկար է, ես ասում եմ պատկերացում չունեմ, բայց բազմիցս քեզ զգուշացնում եմ, զգուշացիր, սատանան շուրջդ պտտվում է, ասեմ գիշերվա այդ ժամին դու ինքդ չես հասկացել ինչպես է մատդ կպել և պատկերը նկարվել է ու դա այն պահն էր, որ վստահ եմ Տերն էր կամեցել, որ այդ նկարը լիներ, փառք եմ տալիս Աստծուն, որ զավակիս հոգու աչքերը բացվեց, որ իրականում, այո, թշնամին մռնչացող առյուծի պես մեր շուրջը պտտվում է ու եթե մենք արթուն չենք, աղոթքի կյանքով չենք ապրում, նա հաստատ իր չար գործը կանի, հաստատ ծուղակներ է պատրաստում, որ մեզնից յուրաքանչյուրը անկախ հոգևոր հասունությունից ընկնենք այդ ծուղակները։ Փառք Տիրոջը, ևս մեկ վկայություն, օրհնյալ է Տերը, ես այս վկայություններն անում եմ նրա համար, որպեսզի հավատացյալներս ամեն մեկս մի բանով է անցնում, յուրաքանչյուրս ունի մեր պատերազմը, յուրաքանչյուրս
մեր պատերազմն ենք մղում, սակայն իրար օգնելով, ձեռք տալով, բարձրացնելով, մենք միայն կարող ենք որպես ընտանիք, որպես Քրիստոսի ընտանիք հասնել միայն մեր վերջնակետին, փառք Տիրոջը, մեր վերջնակետը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ հանդիպումն է, բայց այդ ճանապարհին մենք իրար օգնող պետք է լինենք։ Վստահ եմ, որ այս վկայությունները անպայման արթնություն կբերի, փառք ու պատիվ մեր Տիրոջը։ 2020 թվին պետք է մի ձայնագրություն անեի եւ Աստծո Սուրբ Հոգով առաջնորդություն ունեի մինչև երեկոյան ժամը 6 անել ձայնագրությունը։ Ամուսնուս խնդրեցի երեխաներին տնից տանի, զբաղեցնի, ես որպեսզի ձայնագրեմ, ոչ մեկ չխանգարի, դա 44 օրյա պատերազմից հետո էր, օրեր էին անցել եւ այդ ժամանակ ձայնագրություն էի անելու, սակայն պատրաստ էր ամեն բան, որ պետք է ձայնագրեի, սակայն մտածեցի, որ քանի ընտանիքիս անդամները տանը չեն, ինչ կարևոր գործեր ունեմ, տան հետ կապված, մաքրության հետ կապված, բոլոր դրանք անեմ, նոր կձայնագրեմ, սակայն մեջիցս անընդհատ լսում էի մինչև ժամը 6-ը, եւ այսպես ընկա գործերով, շատ գործեր արեցի, խանգարողներ չկային, եւ այսպես մոտենում էր ժամը 6-ը, ես ասում էի հիմա կձայնագրեմ, եւ այդպես եղավ ժամը 6-ը ու ես բոլոր գործերս վերջացրեցի, մտածեցի հենց հիմա կձայնագրեմ, բայց արդեն ժամը 6-ն անցեր, սիրելիներ, մի քանի րոպե էր անցել, երբ նստեցի ձայնագրելու, աման լվանալու սարքն էի միացրել եւ այնպես ստացվեց, որ տեսնում եմ հատակին ամբողջ տնով մեկ ջուր է լցվում, աման լվանալու սարքի այդ աղացը կոտրվել էր եւ ջուրը լցվում էր տունը, վերմակներ էի լցրել հատակին եւ այսպես տարված էի այդ աշխատանքով, որ այդ ջուրը հավաքեմ ու ես ինքս արդեն հանդիմանվում էի, որ ժամանակին չեմ արել գործը եւ այդպես մաքրելուց հետո արդեն շատ հոգնած էի, սիրելիներ, սպասում էի, որ արդեն պատրաստ էի ձայնագրությունն անելու, նստեցի, որ ձայնագրեմ եւ բակի երեխաները սկսեցին բարձրաձայն երգել, ես ապշած էի, աղմուկ էր, չէի կարողանում կենտրոնանալ, դուրս եկա բակ, հարցրեցի երեխաներ ջան, մինչև երբ եք երգելու, ասեցին, որ պատերազմի համար օգնելու համար գումար են հավաքում եւ այնքան ժամանակ են երգելու, մինչև գումարը հավաքված լինի, ինչքան որ ուզում են։ Այդպես դուռը փակեցի ու սկսեցի ապաշխարել, խնդրում էի Տեր թույլ տուր, մինչև ժամը 8-ն եմ խնդրել ամուսինս վերադառնա, խնդրում եմ մինչև ժամը 8-ը ձայնագրությունն անեմ, աղաչում էի Տիրոջը եւ այսպես երեխաները լռեցին, աղմուկ չկար, նստեցի, բայց արդեն ուժասպառ էի, Սուրբ Հոգու ներկայությունը չէի զգում եւ չէի կարող ձայնագրություն անել առանց Սուրբ Հոգու եւ այդ պահին գլուխս հենեցի բաց Աստվածաշնչի վրա ու կարծես ասում էի Տեր ուժ եմ խնդրում այդ պահին տեսիլքով տեսա ինչպես է անօրենը հռհռում ինձ վրա երբ տեսա որ հռհռում է այսպես կարծես կայծակնային արթնություն իջավ վրաս որ ոչ մի չար ուժ չի կարող, այն գործը, որ Տիրոջով վստահված էր ինձ, այո, ես ընկել էի ծուղակը, այո, բայց ապաշխարեցի, բայց խնդրում էի Տիրոջը, որ ինձ ուժ տա, զորություն տա եւ Տերը բացեց իմ հոգու աչքերը, որ ինչ ասվում է ժամանակին պետք է արվի եւ այն ժամանակում, որը որ Տիրոջով է սահմանված, այլապես ինչպես իմ ծուղակներն էին, ես ընկա ծուղակների մեջ եւ դա ինձ համար արթնություն էր, իմ հոգեվոր ընթացքի մեջ արթնություն էր, որ երբ Տերը մի բան է ասում, իր Սուրբ Հոգով է առաջնորդում անպայման անել հենց այդ ժամանակին։ Փառք ու պատիվ մեր Տիրոջը, երրորդ վկայությունը սա է, որ էլի իմ կյանքում արթնություն է բերել, փառք Տիրոջը, երբ տարիներ առաջ տեսա մի երազ, որ այդ երազում կարծես անդունդն էր գլորվել մեր մեքենան եւ մի ճյուղ էր կախված, մի ճյուղից կախված էր մեքենան, մենք նայում էինք դեպի անդունդը, ես այսպես արթնացա քրտինք ջուր, վախով լցված,
ու միայն աղոթեցի տնից դուրս գալուց, խնդրեցի Տեր, խնդրում եմ, աղաչում եմ, չարից փորձությունից ազատի մեզ, ու ես ավտոմեքենա վարել նոր էի սովորել եւ վախենում էի միայնակ վարել մեքենան, միշտ պետք է կողքս մարդ նստած լիներ եւ այդ օրը վերջին օրն էր, որ ամուսինս ասել էր պետք է կողքդ նստեմ, որովհետեւ հաջորդ օրը ինքը արդեն աշխատանքի էր գնալու եւ այլևս ես չէի կարող իր ներկայությամբ քշեի, դա վերջին օրն էր եւ մենք դուրս եկանք տնից, ես աղոթեցի, խնդրեցի Տիրոջը, որ չարից փորձությունից հեռու պահի, այսպես դուրս եկանք եւ խաչմերուկ էր, կարծես իմ ուղեղը մթագնած լիներ այդ երազը, անընդհատ հիշում էի երազը եւ վախի մեջ էի ու չտեսա անցորդ կնոջը, չէի նկատում նույնիսկ կարմիր լույսը, որ պետք է կանգ առնեմ եւ քշում էի եւ ամուսինս բղավեց ու ես կանգնեցրի մեքենան արգելակելով արագ եւ այնպես ստացվեց, որ մի կոշիկի չափ էր մնացել, որ այդ կինը հայտնվեր մեքենայի տակ ու փառք Տիրոջը Տերը պահեց, սիրելիներ, գոհանում եմ Աստծուց, սակայն էլ ավելի ընկա տառապանքի մեջ, ասեմ, վախի մեջ, երբ աջ թեքվեցի, որ աջ պետք է անեի, սակայն սխալ ժամանակ մտա եւ այս անգամ էլ վարորդներն էին հայհոյում ու ամուսինս բղավում էր կանգնեցրու իջի եւ ես ամբողջ մարմնով կարծես դողում էի, մենք եկանք տուն ու ես մտա սենյակս ու խնդրեցի, ասեցի շնորհակալ եմ Տեր, որ չարից փորձությունից ինձ ազատեցիր ու այսպես քիթ բերանով ընկա մահճակալիս վրա եւ ինձ տեսա սենյակի մի անկյունից, գլխիս մոտից տեսա իմ այսպես թափահարվող մարմինը, տեսա անօգնական ընկած անկողնու վրա եւ ոտքերի մոտ կարծես մի անպանման գոյացություն էր, շատ սև, որ հռհռում էր այդ թփրտացող մարմնի վրա ու այդ պահին անմիջապես նստեցի ու ասեցի դուրս իմ կյանքից, ես Հիսուսինն եմ, ես Հիսուս Քրիստոսի զավակն եմ, դուրս, դու իշխանություն չունես իմ կյանքի վրա ու անհետացավ այդ տեսիլքը եւ իմ վախը անհետացավ նաեւ իմ մարմնի թփրտալը այդ վարկենական անհետացավ սիրելիներ եւ հաջորդ օրը ես քշում էի մեքենան կարծես մի 20 տարվա կամ բազմաթիվ տարիներ վարող փորձառու մեքենա վարող եւ ոչ մի վախ չկար, ուրախ փառաբանությամբ, սիրելիներ, Տերը մեր աչքերը բացում է ամեն իրավիճակում, որպեսզի մենք չվախենանք, ամեն մի օրվա համար մենք ունենք մի վախեցիր, Աստծո խոստումները եւ նաեւ Տերն ասում է ամեն ժամ աղոթքի մեջ լինենք, արթուն լինենք, զգաստ լինենք, որ փորձության մեջ չընկնենք, աղոթենք սիրելիներ Փառք եմ տալիս Տիրոջը այս վկայությունների համար, գոհություն եւ փառք մեր Աստծուն, այս վկայությունները բոլորը ձեզ փոխանցելու համար, արթուն եղեք աղոթքի մեջ, ոչ մի բանից մի վախեցեք, մեր Տերը խոստումներ ունի մեզ համար, երբ մենք Տիրոջ կամքի մեջ ենք շարժվում, փառք Տիրոջը, նա մեզ հետ է հավիտյան, Տերը հավատարիմ է իր խոստումների մեջ, մենք էլ հավատարիմ մնանք նրան սիրելիներ, գոհություն եւ փառք մեր Աստծուն, շնորհակալ եմ, Աստված օրհնի ձեզ իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ ձեր հոգեվոր ընթացքում հաղթող լինելու, շնորհակալ եմ Աստծուն այս ձայնագրության համար, ամեն